Նայեք, ամենալավ դեմոգրաֆիական ցածկի դեպքում ամենավոր sense պետությունը իդեալական պայմաններ դնի եւ այլ, հիմիկվա 2.5 միլիոն հայը, ասենք մի 50 տարի հետո հազիվ դառնա 5 միլիոն, չէ՞, մոտավորապես։ Իսկ հիմա դուք պատկերացրեք, որ դուք այնպիսի մի ազգ եք, որը տենց անկրկնելի չի, ավելի ընկալելի է այլքի համար։ Եվ այդ այլքի տարածքը գրավում է, եւ այդ այլքին դարձնում է Իրանը։ Հիմա նայեք, ռուսները դասական օրինակ 11-րդ դարում աշխարհում կար ավելի շատ հայ, քան թե ռուս։ Հիմա ռուսները հայտարարում են, որ իրենք 120 միլիոնանոց ազգ են, իսկ հայերը նույն 2-3 միլիոն են։ Ինչի՞։ Որովհետև ռուսական ընկալումը ռուս երևույթը էթնոմշակութային առումով ավելի քիչ անկրկնելի էր, բայց դրա հաշվին ավելի ընկալելի էր, եւ երբ որ իրանք տարածվեցին Ուրալյան լեռնաշղթայից այն կողմ, բոլոր այդ Չուկչի, Էվենք, Բաշկիր, Բուրյատ, բոլորին իրանք դարձրեցին ինչ ռուս։ Այսինքն այն ազգը, որը քիչ է ինքնատիպ, ինքը թվով շատանում է։ Բայց ինքը նաև ունի հակառակ կողմը։ Երբ որ ինքը քիչ է, դա ինքը տենց շատանում է, բայց երբ որ ինքը հանգարց վատ վիճակում եղավ, իր այդ ներքին ամրությունը չկա, ինքը կարող է վերանա։ Օրինակ, տես մոնղոլները գրավեցին 13-րդ դարում ողջ աշխարհը, թվով շատացան։ Բայց երբ որ մոնղոլական տերությունը կործանվեց, հիմա աշխարհում կա ընդհանուր 1-2 միլիոն մոնղոլ, ավելի քիչ մոնղոլ կա, քան հայ։